Դե ինչ մենք պատրաստ ենք դիմավորել մեր այսօրվա առաջին հյուրին, իսկ իմ հյուրը Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ բժշկական գիտությունների թեկնածու Արթուր Ավետիսյանն է։ Ողջույն բժիշկ Ավետիսյան։ Մենք խոսում ենք այսօր կանանց մասին։ Կանանց մենք բոլորս տղամարդիկ շատ ավելի շատ ենք սիրում, քան իրենք կարող են ենթադրել դրա մասին, ավարտացնում եմ։ Եվ ուզում եմ հիշեցնեմ նրանց, քանի որ միևնույն է բժշկությունից ենք խոսելու, առողջությունից, ուզում եմ հիշեցնել նրանց, որ իրենց առողջությունը միայն իրենց սեփականը չի, այլ նաև իրենց սիրող բոլոր մարդկանցն է։ Գնացինք խոսենք, քննարկենք, թե ինչ կարող ենք մենք առաջարկել կանանց, ինչ կարող են անել կանայք, որպեսզի մենք լինենք երջանիկ։ Մենք այսօր խոսելու ենք կրծքագեղձի քաղցկեղի մասին։ Բարդ հիվանդություն ըստ վիճակագրության գիտեք, պարզվում է, որ կրծքագեղձի քաղցկեղից ցավոք սրտի մահանում են ավելի շատ կանայք, քան բոլոր պատերազմներից, ավտոճանապարհային պատահարներից եւ վարակիչ հիվանդություններից միասին վերցրած։ Այդ մեկ հիվանդությունը շատ ավելի շատ կյանքեր է խլում, բայց մենք այսօր խոսելու ենք դրական կողմերի մասին, մենք փորձելու ենք հասկանալ ինչպես կանխարգելել ու հաղթահարել այդ հիվանդությունը։ Եթե բոլոր հայտնի ռիսկի գործոնները կրծքագեղձի քաղցկեղի վերցնենք եւ փորձենք դրանք կանխարգելել, միևնույնն է հիվանդացության ռիսկը մենք կիջեցնենք 30%-ով։ Եվ կա մոտ 70%, որի մասին թե պատճառների կարելի է անհասկանալի մնան մեր համար բոլորիս, եւ այդտեղ օգնության է գալիս կանխարգելումը։ Այսօր ամենահայտնի եւ ամենագործուն աշխատող կանխարգելման միջոցն է դա ժամանակ առ ժամանակ ստուգվելը եւ սկրինինգը։ Գիտեմ, որ նույն այդ սկրինինգային ծրագրի գործելակարգի հեղինակը դուք եք երկար տարիներ բավականին շատ աշխատանք կատարել, որպեսզի դա դառնա իրականություն, ու դա արդեն Հայաստանում իրականություն է, եթե չեմ սխալվում 2021 թվականից։ Հունվարի 19-ից։ Ինչպես սկսվեց եւ ինչ ունենք հիմա։ Տեսեք, մենք սկրինինգային ծրագիրը սկսեց պիլոտային ծրագրով, այսինքն մենք փորձարկում էինք այդ ամենը հայկական հասարակությունում, հայկական իրականության մեջ, բայց բոլորովին այն մոդելը, որը գործում է ամբողջ աշխարհում, որտեղ սկրինինգը սկսվել էր դեռ տասնամյակներ առաջ։ Դա նպատակ ուներ վերծանել անտեսանելի խնդիրները, երբեմն իդեպ զավեշտալի, կարգավորել այդ ամեն ինչը եւ դնել, այսպես ասած, ճիշտ ուղու վրա եւ սարքել դա համապետական ու համապարփակ։ Ոնց էր արվում։ Գաղափարը հետեւյալն էր, պիլոտային ծրագրի մասին եմ ասում, երբ մենք ունենք շարժական մամոգրաֆ, նա շրջում է տարբեր մարզերով, հրավիրում բոլոր կանանց թիրախային խումբը այն ժամանակ 50-ից 69 տարեկան կանայք էին, եւ հրավիրում էին մամոգրաֆիկ հետազոտության, հետազոտության նկարները արդեն ուղարկվում էր բուժկենտրոնում պրոֆեսիոնալ մասնագետները այն նայում էին, իդեպ նույն նկարը երկու տարբեր մասնագետ էին նայում, որից հետո այդ մեծ քանակի առողջ հետազոտված կանանցից ընտրվում էին ոմանք եւ հրավիրվում էին լրացուցիչ հետազոտության ոմանք, այսինքն ում նկարը մի փոքրիկ անգամ կասկած էր առաջացնում։ Լրացուցիչ հետազոտությունների ժամանակ ոմանց մոտ դա հերքվում էր, ոմանց մոտ արդեն հայտնաբերվում էր կամ նախաքաղցկեղային հիվանդություն կամ արդեն քաղցկեղ եւ կինը ուղղորդվում էր բուժման։ Վերաբերում է մամոգրաֆիկ հետազոտությանը։ Որ տարիքից կինը պետք է անցնի մամոգրաֆիկ հետազոտություն, ով է թիրախային խմբում։ Տարբեր երկրներում կան փոքրիկ տարբերություններ, կոնկրետ մեր երկրում մենք կանգնել ենք 45-ից 68 տարեկան կանանց, հրավիրվում են մամոգրաֆիկ սկրինինգի, անկախ այլ գործոններից, պետք չի ունենալ գանգատ, պետք չի ինչ-որ բան շոշափել, այսինքն սկրինինգը դա հետազոտություն է առողջ կանանց մասին։ Եվ ընդհանրապես կանխարգելումը դա հիվանդության մասին չէ, դա սեփական օրգանիզմի մասին հոգ տանելու մասին, որովհետև հիվանդ մարդիկ փնտրում են բժիշկին, իսկ սկրինինգի ժամանակ բժիշկը փնտրում է հիվանդին, որը դեռ չգիտի դրա մասին, որ չգիտի, որ ինքը հիվանդ է։ Առողջների շրջան։ Լավ, սոնոգրաֆիկ հետազոտություն, շատ հաճախ ես գիտեմ, որ կանայք անցնում են սոնոգրաֆիկ հետազոտություն, ուլտրաձայնային, ասում են, ես անցել եմ սոնոգրաֆիա, գնացել եմ կանխարգելիչ հետազոտությունների, անցել եմ սոնոգրաֆիա, ասել են, բան չկա։ Լավ է սոնոգրաֆիան, թե վատ։ Այսինքն արժի սոնոգրաֆիային վստահել եւ չգնալ մամոգրաֆիայի, թե պետք չի ընդհանրապես սոնոգրաֆիա անել, որովհետեւ այդ դրանով մենք այսպես մամոգրաֆիայից զրկում ենք եւ կարող է թյուր կարծիք առաջանալ։ Լավ, եթե դուք շատ երիտասարդ եք, սոնոգրաֆիան բավարար է, նախ պարզապես ստուգվելու համար։
Եթե կինը արդեն հատել է 40-ամյակը իր, ապա կարծում եմ սոնոգրաֆիան այդքան շատ ինֆորմացիա չի կարողանա տալ, որքան մամոգրաֆիկ հետազոտությունը ռենտգեն։ Մեկ, այսինքն դա կախված է տարիքից։ Կարող է խաբել սոնոգրաֆիկ հետազոտությունը, ասենք 40+ տարիքային խմբում գնացել է անցել է սոնոգրաֆիկ հետազոտություն, ասել են ոչինչ չկա, ինքը չի գնում էլ մամոգրաֆիկ հետազոտության։ Կարող է այստեղ խնդիր առաջանալ։ Փորձառու մասնագետի մոտ չի կարող խաբել, բայց կարող է սոնոգրաֆիկ ապարատը ցույց տալ այն, ինչ որ կարող է ցույց տալ մամոգրաֆիայի նկարը։ Երբեմն խոսում ենք ինքնազնման մասին։ Երբ ցույց են տալիս ինքնազնման եւ խորհուրդ է տարվում ամեն ամիս, եթե չեմ սխալվում, ինքնազննում կատարել, կինը կարող է ինքնուրույն շոշափել եւ եթե խնդիր հայտնաբերեց, անմիջապես դիմել բժշկի։ Արդյոք կարող է վաղ փուլում կինը ինքնուրույն ինքնազնման ժամանակ ինչ-որ մի բան հայտնաբերել։ Գիտեք, եթե խոսքը ուռուցքի մասին է, եթե կինը ինքնուրույն է հայտնաբերվում, չեմ ուզում ասեմ թե ուշացրել ենք, բայց հստակ կարող եմ ասել, մենք կարող ենք ավելի շուտ գտնել այդ գոյացությունը։ Սա մեկ։ Երկրորդը ինքնազննումը կարևոր է, եթե մարդ ուրիշ բան չի անում, այսինքն եթե կինը կանոնավոր տարին մեկ այցելում է բժշկի, այդ ինքնազննման նշանակությունը մի փոքր ընկնում է։ Իհարկե կարևոր է զննել սեփական օրգանիզմը, հետևել նրան, բայց դրա նշանակությունը արդեն լավ տեսանկյունից ընկնում է։ Օրինակ ես միշտ վատ եմ վերաբերվել, երբ որ խորհուրդ են տալիս ինքնազննում, սովորացնում են, օրինակ ես երբեք հաղորդման ժամանակ դրա մասին չեմ խոսում, որովհետև ինձ թվում է, որ մեր հասարակության մեջ այդ դնես դրա վրա ժամանակ կորցնես, դրա վրա հույս դնես, բաց կթողնես ինչ-որ մի բան, որովհետև ժամանակակից մամոգրաֆիկ սարքերը թույլ են տալիս 1 մմ-անոց գոյացությունը հայտնաբերել, այնինչ 1 մմ-անոց գոյացություն հաստատ կինը ինքնուրույն չի հայտնաբերի։ Դուք ճիշտ եք, բայց անգամ ամենազարգացած երկրներում ես եղել եմ կոնֆերանսի եւ Միացյալ Նահանգներում եւ դասընթաց էին անցկացնում ինքնազննման, այսինքն անգամ այդպիսի զարգացած երկրներում երբեմն այդ հասարակությունում կարելի հանդիպել մարդկանց, որոնց ինքնագիտակցությունը այդքան չի թույլ տալիս ժամանակ առ ժամանակ հետազոտվելու։ Շատ հաճախ ինձ լրագրողների, ես պայքարում եմ այդ հարցի դեմ, հարցում են ինչ պետք է լինի կնոջ հետ, որ նա գնա բժշկի կամ ինչ փոփոխություն պետք է։ Ոչ մի բան պետք է չլինի, ինքը պարզապես պետք է գնա, այսինքն մշակույթը փոխի իր վերաբերմունքը սեփական օրգանիզմին։ Դուք գիտեք, որ դուք ամեն առավոտ, երբ արթնանում եք, պարտադիր գնում եք լվացվելու, պարտադիր գնում եք, չգիտեմ, ձեր ատամներն եք խոզանակում, նախաճաշում եք եւ այլն եւ այլն եւ այլն։ Դուք պետք է իմանաք, որ պարտադիր տարին 1 անգամ պետք է գնաք ընդամենը հետազոտության։ Իդեպ տարին 1 անգամ, 3 տարին 1 անգամ, ինչ հաճախությամբ մամոգրաֆիկ հետազոտությունը առողջ կնոջ համար։ Առողջ կնոջ համար, եթե նա արդեն գտնվում է թիրախային տարիքում, 2 տարին 1 սկրինինգային մամոգրաֆիան համարվում է բավարար։ Եթե բժիշկը կգտնի, որ արդեն պետք է հետազոտություն անել կամ արդեն դիագնոստիկ մամոգրաֆիա անել, նա կասի դրա մասին։ Դե ինչ, այնուամենայնիվ չմոռանանք, որ այսօր տոնական հաղորդում է, մենք խոսում ենք այն դեպքերի մասին, երբ կանայք արդեն սովորել են, արդեն նրանց գիտակցությունը փոխվել է եւ նրանք գնում են, հետազոտվում են, վաղ հայտնաբերում են եւ բուժվում են, ինչպես միլիոնավոր կանայք ամբողջ աշխարհում։ Հիշեցնեմ հարգելի հեռուստատողներ, որ մենք այսօր խոսում էինք կրծքագեղձի քաղցկեղի մասին։ Մենք խոսում էինք կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մասին, սկրինինգի մասին, որը այսօր Հայաստանում կա, գործում է, այն անվճար է, ձեզնից ընդամենը պահանջվում է ժամանակ եւ ցանկություն եւ դուք կարող եք ամենավատ դեպքում ժամանակին գտնել ձեր բժշկին եւ ճիշտ բուժում ստանալ ու առողջանալ, դրանով երջանկացնել եւ ձեզ եւ իհարկե մեզ։ Իսկ հիմա ես ուզում եմ, որպեսզի արդեն էկրաններին տեսնեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելիչ անվճար հետազոտություններին այս պահին մասնակցող կանանց իրական ժամանակում թիվը, տեսնենք թե այս տարի արդեն քանի կին է անցել այդ հետազոտությունը։ Շարունակեք դիտել մեր հաղորդումը, հիշեցնեմ իմ հյուրը Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ բժշկական գիտությունների թեկնածու Արթուր Ավետիսյանն է։ Շնորհակալ եմ։